Բարի երեկո, դուք դիտում եք հոլորատվական ծրագրի առաջին թողարկումը։ Փետրվարի 27-ին եւ լույս 28-ի գիշերը Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ։ Այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2200 կրակոց։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան եւ հյուսիսային ուղղություններում։ Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 եւ 82 մմ-անոց ականանետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ։ Պաշտպանության բանկի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Արցախի հանրապետության իշխանությունների հետ ձեռբերված պայմանավորվածության համաձայն վաղը ԵԱԿ-ը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ Շխլյար բնակավայրի մոտակայքում։ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնելու են ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կավշիկը եւ ներդաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան Մոլդովայից եւ Խրիստո Խրիստովը Բուլղարիայից։ Արցախի հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱԿ առաքելության անդամների անվտանգությունը։ Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման փորձը դատապարտել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Տարածած հայտարարությունում նշում է, որ տեղի ունեցածը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպես եւ անցյալ տարվա ապրիլին դրան նախորդեցին ադրբեջանական կողմի սիստեմատիկ եւ նպատակային քայլերը ուղղված լարվածության փուլ թեժացմանը։ Փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-95 թվականների համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ։ Հակամարտության խաղակարգավորման գործընթացը տապալելու եւ պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ եւ հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016 թվականի ապրիլին ձևավորվեց մի իրավիճակ, օգտվելով որից Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի։ Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումը շփման գծում միայն խորացնում է անվստահությունը եւ հեռացնում հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները։ Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից եւ ընդարձակել ջանքերը հրադադարի ռեժիմի ամրապնման եւ բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեղծման շուրջ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռբերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար, ասված է արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ Այսօր ոգեկոչում ենք Սումգայիթի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 29 տարի առաջ Սումգայիթի հայերին ադրբեջանցիները ոչնչացնում էին միայն հայ լինելու համար։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների Սումգայիթում սպանվել են 1000-ից ավելի հայեր, հազարավորները վիրավորվել են, իսկ փախստականների թիվը հասնում է 18000-ի։ Սումգայիթի ոչրագործության անմեղ զոհերի հիշատակն այսօր հարգել են նաև Ստեփանակերտում։ Առավոտից մարդիկ ծայրացել լուծարեկներ են խոնարհել հուշահամալիրում կանգնեցված կոթողին։ Մարդկանց հոսքին են միացել երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող կոթողը Ստեփանակերտում կանգնեցվել է արյունալի իրադարձություններից կարճ ժամանակ հետո, եւ արդեն 29 տարի Արցախայությունը փետրվարի 28-ին ոգեկոչում է Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը։ Ոչրագործության դրդապատճառը պարզ էր, այդպես Ադրբեջանը փորձում էր կանխել Արցախյան շարժումն ու բացառել ազգային ազատագրական պայքարը, եւ սա խորհրդային միության հավասարության քողի տակ։ Մեզ թվում է, թե երեք էր այդ դեպքը, որովհետև ցնցվեցինք բոլորս։ Մենք չէինք սպասում, որ խորհրդային պետությունում կարող է վայրագություն կատարվել մի անմեղ ժողովրդի հանդեպ, որն իսկ կառուցել է Սումգայիթ քաղաքը, որն իսկ Ադրբեջանում տարբեր քաղաքներ գյուղեր է կառուցել եւ հայրենական մեծ պատերազմին բազում հերոսներ է տվել, մարշալներ է տվել, որպեսզի հայրենիքը պաշտպանի։
1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի հայաշատ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության նկատմամբ իրականացվում է սպանդու տեղահանություն։ Եղեռնը կազմակերպված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ ջարդարարները պատրաստված շրջում էին հայերի հասցեներով։ 3 օրվա ընթացքում Սումգայիթում սպանվում է ոչ պաշտոնական տվյալներով 1000-ից ավելի հայ, վիրավորվել են հազարավորները, իսկ փախստականների թիվը հասնում է 18,000-ի։ Միջազգային հանրությունն առ այսօր չի դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը։ Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք խոսել ենք, խոսում ենք եւ շարունակելու ենք խոսալ Սումգայիթյան ցեղասպանության Ադրբեջանի տարածքում հայաշատ բնակավայրում իրականացրած էթնիկ զտումների ցեղասպանության ակտերի մասին, որտեղ մենք համոզված ենք, որ դրանց անպարժելիությունը ծնում է նոր վտանգներ, պարարտ հող է ստեղծում նոր ցեղասպանությունների համար։ Մենք ականատես ենք դառնում, թեկուզ մեր օրերի, թե ինչպես այդ ցեղասպան մտայնությունը ոչ միայն չի մարում, այլ հակառակը ընդարձակվում է, թե ինչպես մարդիկ շարունակելով այդ ցեղասպան վարքագիծը նոր կոտորածներ են փորձում իրագործել, ինչպես դա տեղ ունեցավ անցյալ տարի ապրիլին Թալիշում, եւ պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը եւ միջոցները նման երևույթը կանխելու համար։ Ես կարծում եմ, որ դա հարկավոր է ոչ միայն հայերին, այլ ցանկացած մարդու ողջ միջազգային հանրության համար։ Սումգայիթյան մեղզոյերի իշատակն այսօր հարգել են նաև Արցախի բարձրագույն պաշտոնյաները երկրի ղեկավարի գլխավորությամբ։ Նախագահ Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Սումգայիթյան մեղզոյերի իշատակը հավերժացնող կոթողին։ Սումգայիթի անմեղզոհերի իշատակին Ստեփանակերտում ծաղիկներ են խոնարել նաև Եղեռնից հրաշքով փրկվածները, մարդիկ, ովքեր երկար տարիներ ապրել են Սումգայիթում եւ բռնագաղթել միայն ֆիզիկական գոյությունը պահելու համար։ Իսկ զոհերի իշատակի համար ամեն տարի հուշահամալիրում կատարվում է հոգեհանգստյան կարգ հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ։ 29 տարի անց պատմության դասերը գնահատում են եւ հետեւություն անում։ Պետք է դատապարտել, որ չկրկնվեն ցեղասպանությունները։ Մենք պետք է միշտ զգոն լինենք։ Մենք հիշենք մեր պատմությունը, հիշենք մեր անցյալը եւ ոնց որ ասում ուժն է ծնում իրավունքը, մենք պետք է ուժեղ լինենք, որ մեզ հարգեն, մեր հետ նստեն հաշվի եւ միշտ մեր զոհերի հիշատակը մենք պիտի վար պահենք, որ այդ զոհերը չկրկնվի։ Ու դրա համար շատ կարեւոր է, ասում եմ, լինել ուժեղ, ոչ մի անգամ զգոնությունը չթողել։ Սումգայիթում եւ Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում կազմակերպված ջարդերն անգամ իզորու չէին կանխելու արցախյան շարժումը։ Արցախի անկախության համար հայությունը շատ ավելի թանկ է վճարել եւ ունի այդ անկախությունը։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Հայտարարության մեջ նշում է, որ օգտվելով միջազգային հանրության պասիվ կեցվածքից Ադրբեջանի բռնատիրական ղեկավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել հայատյացության քաղաքականություն, որի ակները հետևանքն են 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները եւ դրանց ընթացքում իրականացրած միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված խոշտանգումները։ Կողմերի միջև հավասարության նշան դնելու միջազգային հանրության որդեգրած վարքագիծն այս օրերին էլ ադրբեջանական կողմին զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու եւ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու առիթ է տալիս։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պնդում է, որ Սումգայիթի ջարդերը լովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948 թվականի ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը, վերահաստատում է Արցախի հանրապետության ազգային ժողովի վճռականությունը վարելու հետևողական քաղաքականություն ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներին եւ իրականացնողներին միջազգային իրավունքի նորմերին համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, կոչ է անում միջազգային հանրությանը եւ բոլոր երկրների խորհրդարանական կառույցներին դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը, դրանց տալով պատշաճ իրավական գնահատական։ 1988-ից 1991 թվականներին փախստական դարձած 100 հազարավոր հայ ընտանիքներից յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունի։ Բոլորի համար ընդհանուրը մոռացված զոհի եւ հակամարտության անտեսված կողմի կարգավիճակն է։ Արդեն մոտ 3 տասնամյակ ձգվող իրավիճակի հանգուցալուծումը դեռ չի ուրվագծվում։
Կինը Հադրութի շրջանից, ամուսինը Ստեփանակերտից ամուսնացել եւ մեկնել են Սումգայիթ 1969-ից 1988 թվականները Սիլվա Մուսայելյանի կենսագրությունը այդ քաղաքի հետ էր կապված, հիմնավորվել, տուն տեղ էին դրել։ Երեխաները, որդին եւ դուստրը հենց Սումգայիթում են ծնվել։ Հա, տոնը լալա, տեղը լալա, ամեն ինչը լի խոխեքը պենելո դե ծնված, պեն մծացած, դե ախրելի հունցը ռաբոչի ախրիսեմիա պրեիսը կլա։ Ջարդերի ալիքը փետրվարի 28-ին հասավ Սումգայիթի 12-րդ միկրոշրջանը, որտեղ բազմաթիվ հայ ընտանիքների հետ նաև Մուսայելյաններն էին բնակվում, նախորդին էին բարեկամները համոզել տնից դուրս չգալ։ Դե սաղորը տանը մաչին, ակուշկավը տես իշի, տեն իշի, թահինչ, տեսակեսորեն մեր շենքից էլա հայեր կա։ Ոզում ընքինան, ասմա Կրասնադարան ոզում, կեց աթանստին պայեզդեքինին տալպան վազատովալ ուրացետան։ Հաջորդ օրն էլ քաղաքում անհանգիստ էր, հարևանի տանն են թաքնվել, ավելի անվտանգ տեղ տեղափոխվել են օրեր անց Սումգայիթ մտած խորհրդային զորքերի օգնությամբ։ Ուրաստանի իրոք հորկացալык, միջը ամսի մեկը, ուրա մծաղճիգը տեսավետ ռուսական բանակը եկա քեցա թապայրաստը հայեր կա։ Այդ հայ ռուսնե եկալ մստանան, երկալա տարա իսկակոլուբ։ Դեռ 6 օր կնասեք ամսիվեցին դուսիկյաս մուքելիկ դուսիկյաս քաղաքանկյաս էտ։ Մինվոդի, Եսենտուկի, Երևան եւ վերջապես Ստեփանակերտ 88-ի ապրիլին Մուսայելյանների ընտանիքը արդեն հայրենիքում էր, հազարավոր ընտանիքներ սակայն հայրենիք չեկան։ Սումգայիթը սկիզբն էր 1988-91 թվականներին ջարդերի եւ հետապնդումների արդյունքում մի քանի 100,000 ադրբեջանահայեր համալրեցին հայկական սփյուռքի շարքերը։ Փաստորեն տերնում է Ռուսաստան, Ամերիկա, հետո արդեն Եվրոպա։ Երրորդ տեղն է։ Խոշոր համայնքներն այսօր էլ միմյանց հետ կապեր պահում են, իսկ նոր սերունդը ավելի ակտիվ է մասնակցում համազգային պահանջատիրությանը։ Ադրբեջանահայերի հանդեպ գործած հանցանքների դիմաց հատուցման պահանջն էլ աստիճանաբար համազգային պահանջատիրության մասն է դառնում։ Տարբեր երկրներում այս օրերին կազմակերպվող բողոքի միջոցառումներին ակտիվ մասնակցում են նաև ադրբեջանահայ փախստականները։ Այն ցույցերը, որ հիմա կազմակերպում են մեր սփյուռքահայերը Ամերիկայի դեսպանատների մոտ եւ Ամերիկայում Ադրբեջանի դեսպանատունը մոտակայքում նաև մասնակցում են ադրբեջանահայությունը, որը ներկայացնում են Ադրբեջանից են, Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Մինգիչաուրից։ Պայքարը մի կողմից ոչրագործությունը դատապարտելու, մյուս կողմից փախստականների իրավունքները պաշտպանելու համար է։ Լուծումը, որ այսօրվա բանակցային գործընթացում անվանվում է փախստականների վերադարձ իրենց բնակության վայրերը, հայ փախստականների համար անընդունելի է։ Ամենավատ այդ վատ երազում չեք պատկերացնում, որ կարող եք վերադառնալ Բաքու Սումգայիթ, որտեղ հակահայկական Իստիրիան միջև հիմա շարունակում է։ Մենք ես հիմա նորից թորքերի մաչին կենամ, չի կարել։ Հայրենի հողում հաստատվածների գլխավոր խնդիրը բնակարանային հարցն է մնում։ Դրա կարգավորման ուղղված քայլերը պետությունը սկսել է 90-ականների սկզբին, այսօր էլ շարունակում է։ Կարող է լինի մի քիչ մաքսիմալիստ ենք, բայց ես ուզում եմ այդ հարցը ավելի կտրուկ, շուտապույտ սախ փախստականների ունենան իրենց սեփական բնակարաններ Ղարաբաղում։ Եթե ճանաչված պետություններում հաստատված ընտանիքները կարողացել են փախստականի կարգավիճակ ստանալ, ապա Արցախում ապաստանածների հետ առնչվելուց միջազգային կառույցները առ այսօր ձեռնպահ են մնում, նրանց հոգացությունը ամբողջությամբ թողնելով չճանաչված Արցախի Հանրապետության ուսերին։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, Օր։ Այսօր տեղական ժամանակով ժամը 10:17-ին Կապան քաղաքից 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում 5 բալ, Գորիսի եւ Քաջարան քաղաքներում 4-ից 5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ 1 հետ ցնցում։ Այսքանը օր ծրագրի հիմնական թողարկումը ժամը 29 է։ Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում, ողջույն քեզ արև, ողջույն քեզ գարուն։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն առանց ստեղումների եղանակ, վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի։
Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 1 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն, ցերեկը 12-ից 17 աստիճան տաքություն։